Նոր տարվա օրերին սեղանները լի են բազմազան ուտեստներով, որոնք պատրաստվում են մեծ քանակությամբ և հաճախ պահպանվում են մի քանի օր։ Տոնական եռուզեռի ընթացքում մարդիկ երբեմն չեն ուշադրություն դարձնում սննդի պահպանման պայմաններին և ժամկետներին, ինչի հետևանքով սննդային թունավորումները հաճախակի են դառնում հենց Նոր տարվա օրերին կամ դրանից հետո։ Աման օրը բոլորիս արդեն անցել է, այսօր վերջին օրն է, դեպ շնորհավորում եմ հին նոր տարին բոլորին։ Թող նորանոր հաջողություններ լինի յուրաքանչյուր ընտանիքին։ Ամանորը ունի նաև վատ հետևանքներ, որը սննդի հետ կապված է։ Կլինեն թունավորումներ, որովհետև ամեն ինչը իրար վրա սնվինգը իհարկե շատ վատ կլինի, հատկապես ալկոհոլ օգտագործողներին, որովհետև ալկոհոլը մեթում, պիվան խոսքի մեթուն, այն խորոված դոլմա քեբաբնա իրար վրա կլեսնեն թունավորություններ շատ կլինան։ Լավ կլինի, ասենք ամեն ինչը չափի մեջ լինի, մի օրում երկու օր չթողնեն, ինչ որ գնեն պատրաստեն խոսքին շատ քիչ, ու այդ ժամանակին այդ ամեն ինչը օգտագործեն, որպեսզի թունավորություններ շատ չլինան։ Հիվանդանոցներն շատ չերտանքան այս նոր տարի օրով։ Բայց թե ինչ արած, յուրաքանչյուր հայ ընտանիքի մեջ պետք է լինի ամեն ինչը շատ, ամեն ինչը ճոխացված։ Իրենք չեն մտածել որ խոսքին փչանակը կամ թունավորվինգը, իրենք մտածեն որ այդ բանը պետք է լինի ճոխ ամեն ինչը նորմալ դեռ լինա, մնակը թող մնա կլոխնակարը կսեն, բայց լավ կլինի սնունդ օգտագործեն օգտակար ձևերով, որը շատ քիչ մարդիկ գիտեն դրա մասին, ցավոք սրտի, բայց թե ինչ արած, պետք է զգուշ լինեն, քանի որ առջևում շատ տոներ կան, պետք է ավելի ուշադիր սնվեն, որ շատ բարդություններ չառաջանա, հատկապես երեխաներում։ Երեխաների մասին ես ավելի շատ կմտածեմ, որովհետև երեխաները չեն գիտակցի որ խոսքին հին է թե հզա է, ինչ որ ռաստ եկավ, իրենք միանգամից սնվինգը, թե սոգը, իմիջիալու սոգերի մեջ շատ վտանգավոր նյութեր կան, հատկապես կոկա-կոլայի մեջ, բայց թե երեխա է, չարավ, ուզեց կամ անպայման առնեստի։ Սննդային թունավորման հիմնական պատճառներից մեկը հին կամ ոչ ճիշտ պահպանված սննդի օգտագործումն է։ Սառնարանից դուրս մնացած բազմիցս տաքացված կամ ժամկետնանց ուտեստները կարող են պարունակել վնասակար բակտերիաներ, հատկապես վտանգավոր են մսային մայոնեզով աղցաններն ու կաթնամթերք, որոնք արագ են փչանում։ Կան դեպքեր եզակի, բայց այդպես համատարած ինչպես որ նախկինում են եղել, այս տարի օրինակ այդպես շատ չէր էլի։ Ճիշտն ասած կամացության դեպքերն այդպես շատ չեղան, ոչ այդպես ծանր սննդային թունավորումներ կար։ Կային դեպքեր իհարկե, բայց ոչ այդպես։ Եվ ավելի շատ լինում էին, ասենք, այն մարդկանց մոտ, ովքեր որ ֆոնային խնդրեմ ունեն, հա, ասենք, եղապարքի խնդիր ունեին, ստամոքսի խնդիր ունեին, եւ այդ խնդիրների ֆոնի վրա այս դիետայի բանի փոփոխությունը բերեց մարսողության խնդիրների։ Այդպես շատ մեծ քանակությամբ թունավորում չեն գրանցվել։ Նու ժողովուրդը երևի ավելի ճիշտ ձևով են սկսել մթերքը վայել, թույլ չտալ որ փչանան օգտագործեն։ Ուրախալից է որ այդպես շատ չեն։ Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևյալ հիգիենային ճիշտ պահպանել սնունդը և չօգտագործել կասկածելի կամ հին ուտեստներ։ Լավ է նախընտրել թարմ պատրաստված սնունդը և վերահսկել պահպանման ժամկետները, որպեսզի տոնական օրերը չվերածվեն առողջական խնդիրների։